Վարդերի գինը շեշտակի իջել է։ Սիթիում իրարանցում է, գնորդները շատ են, կրպակների տերերը գոհ են, ստորգետնյա անցումների ծաղկավաճառները նույնպես։ Շուկայից էժան են գնում, վաճառում, դե իսկ սպառողները առավել ևս։ Սակայն ինչ վերաբերում է խոշոր ջերմոցատերերին, պատկերը բոլորովին այլ է։ Վարդերի գինը նվազել է իհարկե, մենակը ներքին շուկայում իրացնելով, դա բնականաբար եթե 10%-ն ենք իրացնում, 90%-ը արտահանում ենք, բնական է այդ 90%-ը հիմա խոտանվում է հանրապես, իրացում գոյություն չունի։ Եղած իրացումն է ներքին շուկայում, այո, 30 դրամ, 50 դրամով իրացում է կատարվում, որը ոչինչ արժեքի, չգիտեմ, որ երբ համարվում դա։ Ռոսֆիլդը, որը շուրջ 5 հեկտար ջերմոցային տնտեսություն ունի, այժմ կանգնած է մեծ խնդրի առջև։ Արտաքին շուկայում պարզապես չկա իրացում, չնայած էկոնոմիկայի նախարարության այն հայտարարությանը, որ վարդերի խմբաքանակն արդեն Լատվիա է գնում։ Մինչդեռ Ռոստելխոզնադզորի սահմանափակումներից հետո դեռևս 2 շաբաթ առաջ էր էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել, որ շուտով կլուծվեն խնդիրները։ Չեմ բացառում, որ կան հայաստանյան որոշ ուժեր, որոնք փորձում են որոշակիորեն այնպեսի իրավիճակ ստեղծել, որ հայ արտադրողները, հայ ֆերմերները Ռուսաստանի Դաշնությունում խնդիրների առաջ կանգնեն, մենք այդպիսի տեղեկատվություններ պարբերաբար ստանում ենք, բայց նաև զուգահեռ կարողանում ենք այդ խնդիրները լուծել։ Այս հայտարարությունից որոշ ժամանակ անց, հունիսի 4-ին, Հայաստանից 5500 վարդ է արտահանվել եվրոպական երկրներ, մասնավորապես Լատվիա։ Սակայն կարծես թե այս ամենից այնքան էլ չեն շահել մեծ արտադրողները։ Ընկերության տնօրենը նշում է, 5500-ը չնչին թիվ է։ Չի եղել նման բան, այսինքն եղել է մի փոքր բականակ 10,000 դրամ, որը մի ջերմոցի մի օրվա արտադրանքի 20%-ն է։ Պատկերացրեք, Հայաստանում կա մոտ 150 հեկտար ծաղկի ջերմոց, որից ասենք մի ջերմոցի արտադրանքի մի 20%-ը, մի օրվա արտադրանքի 20%-ը փորձում է արտահանել փորձնական նմուշ, որը էլ չի կատարվել, դա ուղղակի որպես օգտագործել են ու վերջացել է։ Ներքին շուկայում վարդերն իրացվում են 30-ից 50 դրամով, որն ինքնարժեքի շատ փոքր տոկոսն է կազմում։ Ստիպված թափում ենք ապրանքը, կարելի է տենց ասել, ոչ թե իրացնում, բայց իրացում չի կոչվում։ Մենք ես ասեցի 10-15% ենք իրացնում այդ գներով, մնացածը թափվում է, ուղղակի խոտանվում է։ Ընկերության տնօրենը նշում է, ծանոթ տնտեսվարողներն էլ են նույն վիճակում։ Ապրանքը խոտանվում է, վնաս են կրում։ Ինչ վերաբերում է սուբսիդավորմանը, ապա արտադրողը բացատրում է, որ աջակցությունից կարող են օգտվել սահմանափակ թվով ընկերություններ, այն էլ նրանք, որոնք պարտադիր արտահանում են արել եվրոպական որևէ երկիր։ Արտահանումից հետո, եթե ներկայացնում ես, որ արտահանել ես եվրոպական որևէ երկիր, արտահանած ամեն ծաղիկի համար տրամադրում է կարծեմ մի 30 քանի դրամ, 37 դրամ սուբսիդիա։ Նշված աջակցությունը չի փոխհատուցում նույնիսկ լոգիստիկայի ծախսի 30-ից 40%-ը, իսկ Ռուսաստանի Դաշնություն արտահանումը շատ ավելի էժան գնով է հնարավոր եղել կազմակերպել, բացի այդ արտահանել հնարավոր չէ, ասում է արտադրողը։ Էլ ինչ փոխհատուցման մասին է խոսքը։ Դեռևս 3 էին Երևան Սիթիում հայտնվել 1000-ից 1500 դրամանոց վարդերի փնջեր, որոնք սպառվել են կայծակնային արագությամբ։ Այսօր խոսեցինք Սիթիի մասնաճյուղերից մեկի տնօրենի հետ, ասաց սպառվել են բոլոր վարդերը, կլինի նոր խմբաքանակ թե ոչ, հայտնի չէ, սակայն խոշոր տնտեսվարողներից մեկն է էժան գնով իրացրել վարդերը, ասում են ծաղկի կրպակների վաճառողները, իսկ Երևան Սիթիից ասացին, որ չեն կարող ինֆորմացիա տրամադրել, թե որ արտադրողից են գնել վարդերը։ Իսկ էկոնոմիկայի նախարարությունից ասացին, տեղյակ չեն, թե ինչպես են Սիթիում նման գնով փնջեր հայտնվել։ Ասում են, իրենք շարունակում են արտահանումը եվրոպական երկրներ, ինչ վերաբերում է գնի նվազմանը, ապա դրանից միգուցե կտուժեն անհատ ձեռներեցները։ Անահիտ Սարգսյան, Էդիկ Մալաքյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։